Հաստատի այս նկարի վրա դուք կարող եք տեսնեք այդ մեծածավալ գործերը ինչի համար են պլանավորված։ Ընդամենը մի քանի քար, որոնք որ ներքևը աղակալվել են։ Այդ աղակալման խնդիրները այն են, որ հորիզոնական եւ վերտիկալ պատերը իրար են միանում, այնտեղ կուտակվում են ջրեր, եւ այդ ջրերը, անձրևաջրերը կամ ձյունը ընթացքում ներթափանցում է քարի մեջ եւ խնդիրներ է առաջացնում։ Ժամանակակից շինարարական մեթոդաբանությունը շատ պարզ ձևերով այդ հարցը լուծում է, ընդամենը ինչպես արխեոլոգիայում, հնագիտության սկզբունքներով ընդամենը մի հատ նուրբ չոտքերով պետք էր վերցնել այդ աղը մաքրել, մի հատ լվանալ, մի հատ չորացնել ֆենով եւ հետագայում կան նյութեր, որոնք որ կոչվում են հիդրոֆոբ նյութեր, հատուկ հիդրոֆոբ նյութեր կան, որոնք որ էժան են, որոնք որ միջին կարգի են, նայած դու ինչ խնդիր ես հետապնդում, բայց կան նյութեր, որոնք որ թանկարժեք են, բայց հաստատ մի քանի անգամ ավելի էժան են, քան թե այն մեթոդաբանությունը, որ այսօր ընդունված է Եղեռնի հուշարձանի ռեստավրացիայի համար։ Ժամանակի մեջ դա մենք կծախսեինք, ենթադրենք 1 կամ 2 ամիսի ուսումնասիրության վրա, 1 ամիս կծախսեինք ընդամենը վերանորոգման մաքրելու վրա, որպեսզի այս սպիտակ աղակալումները քարերի վրայից դուրս բերենք, եւ 1 ամիս եւս էլ կծախսեինք հիդրոֆոբ նյութերով, որոնք որ թափանցիկ նյութեր են, որոնք որ քարի որակը չեն փոխում, տեսքը չեն փոխում, այս քարերը վերանորոգելու մասին։ Ինչի մասին է այսօր իմ ասելիքը։ Մենք ծախսել ենք եւ հավելագրել ենք նախագծով 5 անգամ ավելի մեծ գումար, քան թե պետք էր ստեղ ծախսել։ Դա մեր գումարներն են, ժողովրդի գումարներն են, պետությունը առատորեն շնորհել է այս գումարը Եղեռնի հուշարձանի վերականգնման վրա, բայց արդյոք մենք այդքան գումարների կարիք ունեինք, ոչ, 5 անգամ ավելի պակաս գումար, ավելի քիչ ժամանակ, ավելի քիչ ներվ, ավելի քիչ մարդկանց ներգրավում եւ մենք ունենայինք մի քանի ամսվա մեջ, ամառային ամիսներին լավ վերականգնված Եղեռնի հուշարձանը։ Հիմա սկսվում են անձրևային սեզոնները, Եղեռնի հուշարձանի վերևը բաց է, ինչպես դուք տեսաք, ջրերը ներթափանցելու են հիմքի մեջ, որտեղ աստիճանները, որոնք որ պոկված են հիմքերից, ամբողջը խոնավանալու է, ոնց են չորացնելու, ձմեռը գործ չի կարելի անել, կամ շտապ պետք է վերևը ձևավորել տանիք ժամանակավոր, որպեսզի մենք ապահովենք այս ապամոնտաժված մույթերի վիճակը եւ չթողնենք, որպեսզի բետոնը, բազալտը չէ, որ դա հենց այնպես բետոն չի։ Սա բռի կոպիտ ձևով քարը պոկած բետոն է եւ թեք բետոնից, երկաթ բետոնից մենք հիմա բաց ենք թողնում անձրևների տակ։